Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Ինչպես ասել եմ, այս օրերին հատկապես մեր տաղավարում մենք ավելի շատ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ ենք հյուրընկալում։ Դա պատահական չի։ Սկսվել է կանանց տոնի, այսպես ասած, մի ամսյակը մարտի 8-ից ապրիլի 7-ը, եւ այս ընթացքում մեզ համար ցանկացած գեղեցիկ սեռի ցանկացած հյուր շատ այսպես կարևոր նշանակություն ունեցող ազնվորություն է։ Իսկ այսօրվա հյուրը առավել եւս, որտեղ նրան դուք շատ լավ ճանաչում եք, հմայիչ մի ազնվորություն, որի անունն է Գայանե Սարգսյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Դե ամեն մի աստղաբան հոգեբան իր ոճն ունի, իր ներկայացնելու ձևը։ Երևի առաջին հարցը այսպեսին է. սկսվել է կանանց միամսյակը, կանանց շնորհավորանքների մարտի 8-ից ապրիլի 7-ը։ Բնական է, որ դուք այս հարցում նույնպես ունեք ձեր ասելիքը։ Այո, սիրելի հետևորդներ, սիրելի հայ կանայք, արդեն YouTube-յան հարթակում մոտ 5 տարի է գործունեություն եմ ծավալում, բայց ընդհանուր առմամբ 2013 թվականից համացանցում ակտիվ եմ Facebook-ում, հենց այդ ժամանակ եմ գրանցվել։ Եվ հին, եւ նոր, եւ ապագայում իմ հետևորդներին այս մեկ ամսյակի կապակցությամբ մաղթում եմ ամենաբարին, երջանկություն, կանացի երջանկություն, համերաշխություն բոլորի ընտանիքներում, սեր, ներեք միմյանց ընտանիքներում, սիրելի հայրենակիցներ, սիրելի հայ կանան։ Ինչ եմ այդպես ասում, որովհետև Վեներան խոյում է, ակտիվ նշանում է, վառ տպավորություններ, խանդի տեսարաններ, Մարսը խեցգետում է, նրանք ապրիլ ամսին հակադրվելու են, բարդ դիրքեր են ունենալու։ Ես բոլորիդ մաղթում եմ համերաշխություն, այն ընտանիքներում, որտեղ որ կորուստներ են եղել, փորձեք հաղթահարել հայր մայրեր, այդ կորուստը միևնույն է, անդառնալի են, ճանապարհներ փնտրեք, երեխաներ ունեցեք, ուրախացեք ձեր ընտանիքի անդամներով, ձեր թոռնիկներով, եւ ի վերջո բարեկեցության մոլորակը 25 թվականի հունիսի 9-ից 1 տարով մինչև 26-ի հունիսի 30-ը մտնում են Խեցգետնի կենդանակերպ։ Փորձեք փոխել ձեր կյանքը, մի վախեցեք, ինձ ծնողներ են գրում մահացած այդ մեր նահատակված տղաների, խնդիրներ ունեք առողջության հետ, ճանապարհներ կան, փորձեք երջանկանալ, որտեղ մարդ կա իր մինուճարն է կորցրել։ Ես մաղթում եմ մեր սահմաններին խաղաղություն, հայր մայրերին երջանկություն, հայ կանանց կրկին երջանկություն, եղեք երջանիկ եւ զարդարեք մեր հայրենիքը ձեր գեղեցիկ ժպիտներով։ Տիկին Գայանե, իհարկե շատ լավ է, որ մենք հայերս առանձնանում ենք, երևի եզակի ազգենք, որ կանանց տոնը մի ամիս է մեզ մոտ տեղում, մենք ունենք մի ամսյակ կանանց մեծարման մարտի 8-ից ապրիլի 7-ը։ Եվ քանի որ տղամարդիկ էլ այդ ընթացքում մի պրոբլեմ ունեն, որի լուծումը անընդհատ փնտրություններն է, ինչ նվերներ կարելի անել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին տղամարդկանց կողմից, որ նրանք ի վերջո գոհ լինեն, ուրախ լինեն, երջանիկ։ Այդ հարցը շատ ակտուալ է, ըստ կենդանակերպի նշանների կփորձեմ տրամադրել այդ նվերների ցանկը, որպեսզի անձիկ, տղամարդիկ կամ տան անդամները ըստ նախասիրությունների գնումներ կատարեն, բայց ինչն էր հետաքրքիր, պարոն Ղուշյան, այսպիսի մի ասոցիացիա եղավ ինձ մոտ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը, երևի մեր հետևորդներից ոմանք կամ շատերը, որովհետև ես վերջին տարիներին եմ իմացել, որ ապրիլի 7-ին խորհուրդը ինչն է այդ տոնի Գաբրիել հրեշտակը գալիս է Մարիամին եւ ասում է, որ դու բալիկ ես սպասում։ Ուստի բոլորի ընտանիքներուն լիություն եմ ցանկանում եւ հենց այդ օրն էլ ես իմացել եմ, որ բալիկ եմ սպասում իմ գեղեցիկ բալիկներից մեկին։ Ուստի այս ամբողջ մեկ ամսյակը չնայած Վեներան նահանջելու երբ որ գազիկների կենդանակերպ ձեր երազանքներին հագուր տվեք, եղեք երջանիկ եւ փորձեք այդ թեկուս հիմա ես նվերների ցանկը կտամ այդ փոքրիկ նվերով ներդաշնակություն մտցնել ձեր կյանք, քանի որ Մարսը ուղղվել է, բայց այն դեռ մինչև ապրիլի 18-ը
լինելու է խեցգետնի կենդանակերպում, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից։ Եվ արդեն ափսոս եթերը հեռարձակվել է ամսի 8-ին ես չեմ հասցրել խոսեմ, որտեղ 2 շաբաթ առաջ էր, համենայն դեպս փորձեք ներդաշնակություն մտցնել ձեր տուն։ Ինչի եմ անընդհատ ասում, որտեղ 2 կարևոր մոլորակներ՝ Մարսը խեցգետնում, Վեներան խոյում, դրանք կոնֆլիկտային դիրքեր են ստեղծում, տրամադրություններ, որը կարող է ուղղակի խարխլել հայ ընտանիքի անդորը եւ հիմքը։ Դե այսպես, սիրելի խոյեր, խոսենք ըստ տարերքների, քանի որ խոյից է սկսում մեր կենդանակերպը եւ մարտի 20-ի մոտակայքում միշտ անցնում է խոյի կենդանակերպ, դրա համար հետաքրքիր հաղորդում ունեմ, թե ինչ կարևոր խորհուրդ ունի հենց այդ օրվա արեգակի մուտքը խոյի կենդանակերպ, շատ դրական տենդենսներ կան այն առումով, եթե բարձրագույն կրթություն եք ցանկանում ստանալ, եթե ցանկանում եք արտերկիր մեկնել, եթե ճանապարհորդել, նոր ծրագրեր սկսել, մանավանդ այն արագ կստացվի խոյի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների մոտ, բայց սպասեք մինչև ապրիլի 7-ի, ապրիլի 14-ի մոտակայքում, որտեղ 7-ի Մերկուրին կողմի, 14-ին Վեներան կողմի, հետո կորոշեք ինչ անենք։ Մինչ այդ ծրագրեք եւ փորձեք պահել, զսպել ձեր այդ խոյի իմպուլսներ։ Դե սիրելի խոյեր, ձեզ համար կարևոր է, քանի որ այն արարական կենդանակերպ են, այն կանայք, որոնք տնային տնտեսուհիներ են, նրանց համար կարևոր կլինի, որպեսզի գնեք խոհանոցային այդ պարագաներ, քանի որ գազոջախի մոտ են նրանք բարբերաբար գտնում, դե կան կանայք, որոնք սոցիումում են ակտիվ, նրանք ովքեր ակտիվություն են ցուցաբերում, ավելի շատ սոցիումում են լինում, ձեր կողակիցը, ձեր մտերիմներն որոշեք ինքներ ձեզ գնել այնպիսի մի բան, որտեղ դուք կփայլեք ձեր այդ զարթով, այդ իրով, քանի որ Վեներան խոյում է եւ բոլոր չնայած այն նահանջող է, բոլոր նվերներում պետք է լինի այդ վառվռուն գույնը, այդ աքսեսուարներում։ Մեքենա կարող են գնել ձեզ համար, սիրելի խոյ կանայք, հնարավոր է պաշտոնի բարձրացում ունենաք, հենց ձեզ համար է դա կարող, բայց կոնֆլիկտային մի եղեք, չնեղանաք, մոտակա 1 ամսվա ընթացքում Վեներան նահանջող է լինելու, հին խնդիրներ առաջ կբերի եւ նաեւ ձեր կյանք կարող են ետ վերադառնալ ձեր նախկին զուգընկերները։ Այդպես գեղեցիկ զարդեր, ժամացույցներ, զարդերը կարող են պարտադիր չնայած քանի որ առյուծը այն տրիգոն է անում, ոսկյա զարդեր կարող են լինել, առյուծների համար զարդեր, ադամանդներ, դե սիրում են։ Առյուծների, եթե ցանկանում եք նվեր անել նրան, ապա հրավիրեք այնպիսի մի տեղ, որը նորաբաց է։ Առյուծները ես միշտ այսպես նկատել եմ, որ նրանք միշտ ռոմանտիկ են։ Նրանք միշտ էլ նրանց մոտ այդ երջանիկ լինելու նաև կշեռքներ ունեն, դա չեն դադարում, միշտ փոքր երեխա, նրանց մեջ առյուծի այդ փոքր մանկական, երբ որ նրանք միշտ սեր են պահանջում, իրենց մոտ էլ դա կա։ Նրանց հրավիրեք այնպիսի բայ, սիրո խոստովանությունը արեք, բայց զգուշ եղեք, Վեներան նահանջող է։ Եթե պետք է անեք սիրո խոստովանությունը, սիրելի հետևորդներ, այն որ ասում է 10 չափեք, 1 կտրեք, որովհետև երբ որ Վեներան ուղղվի, ապա դուք կարող եք այս 1.5 ամսում այնպիսի բաներ բացահայտեք, որը կարող է խանգարել ձեր հետ գա հարաբերություն։ Կարող եք ծաղիկներ նվիրել, ինչու՞ չէ, այնտեղ առյուծը եւ զարդերն են, եւ գեղեցիկ կոնֆետներն են, պահեք այդ ամենը ամսի 7-ից հետո, սիրո խոստովանությունը 7-ից հետո արեք։ Աղեղնավորների համար էլ է շատ կարևոր, նրանք սիրում են ճանապարհորդել, տուր փաթեթներ կարող եք գնել, բարձրագույն կրթության հետ կապված հարցերը, եթե ձեր մտերիմը նեղվում է կրթության հետ կապված հարցերում, կարող եք ուղղակի նրան օգնել այնպիսի մի բանով, թեկուզ ֆինանսական Վեներան նաև ֆինանսական այդ դաշտը ապահովող մոլորակն է, վճարեք նրանց բարձրագույն կրթության ուսուցման, ճանապարհորդելու հետ կապված հարցերը, նոր կուրսեր վերցրեք, կրոնափիլիսոփական ուսմունքների կարող եք հաճախել, վերջերս այսպիսի
թվային հոգեբանություն, դա նումերոլոգիան է, թվագիտությունն է։ Այսինքն աղեղնավորի համար տվեք հնարավորություն, որպեսզի նրանք կրթվեն։ Կարող են սկսել ամենացածր մակարդակից, որտեղ Յուպիտերը գտնվում է երկորյակի կենդանակերպում։ Համենայն դեպս կրակի եւ օդի տարեթները կարող են ճանապարհորդել եւ բոլորը կարող են ճանապարհորդել, բայց առանձնապես այս նշաններում Վեներան է գտնվում, ճանապարհորդություններ, որոնք կբերեն սեր, ուրախություն, երեխաներ, այդ ամենը կապված է կրակի տարիքի ազդեցության տակ ծնվածների համար։ Ես այստեղ տեսնեմ կարող է ինչ-որ բան եմ բաց թողել, որպեսզի անցնենք առաջ։ Ահա։ Կներեք, տեսնենք ինչ-որ բան կա, որ բաց ենք թողել։ Դե ժամանցային վայրերն են, այստեղ ջուրի համար թանկարժեք նվերներն են, ոսկեղեն, ադամանտ, ասում են, որ խոյերի համար նրանց համար շատ կարևոր է իրենց ակտիվությունը։ Հա, եթե հագուստներ են գրում, օրինակ խոյերի համար կարող են գնել սպորտային հագուստներ։ Առյուծների համար էլիտար այնպիսի մի հագուստ, այնպիսի մի տեղից գնում կարեն, որ նա մեկ նմուշի չէ։ Աղեղնավորների համար ճանապարհորդական աքսեսուարներ, պայուսակներ, ակնոցներ, այդ ամենը ակտուալ են այս ժամանակահատվածում։ Անցնենք առաջ, ցուլերի համար, ցուլ, այծեղջուր եւ կույս։ Ցուլերի համար ֆինանսական միջոցներն են կարևոր, կարող եք ծրարի մեջ գումարներ դնել, նաեւ ծաղիկներ, բոլորին էլ Վեներան խոյում է վառ-վռուն ծաղիկներ կարող են լինել, քաղցրավենիքներ կարող եք տրամադրել նրանց, մնահյուն զարդեր, փափուկ կահույք, վարակույրներ, գումարը տրամադրեք, ցուլը մեծ հաճույքով կգնա եւ գնումներ կկատարի։ Եվ սիրելիներս, այդ գնումները չնայած Վեներան նահանջող է, Մերկուրին ամսի 14-ից է նահանջելու, որքան գիտեմ ամսի 9-ը արդեն անցած է 15-ին նահանջող է, հա, լինելու Մերկուրին, մինչև ամսի 14-15 գնումները կարող եք կատարել։ Էլ ինչեր կարող ենք նմնել, դրամապանակ ցուլի համար շատ կարևոր է եւ ես վերջերս այնպես է ստացվել, որ կարմիր դրամապանակ եմ գնել եւ հենց սկսել եմ ամսի 8-ից կրել այդ դրամապանակը, որտեղ այն ինձ էներգիա է տալիս, Վեներան խոյում, հուսամ, որ դրամապանակը այդ մեջի կարողությունը ինձ կբերի առօրյայում, կենցաղում այդ գումարները վատնելու, այսպես վատնելով ես կզգամ փոքր երջանկություն, բայց ասեմ, որ ես շոփագոլիկ չեմ։ Այսպես, ուրեմն, եթե նկարներ, այդ գեղեցիկ ճաշակով նկարվել, արվեստի գործեր դրանք կարող են լինել, թանկարժեք նկար կամ մնայուն նկար են։ Եթե խեցգետինը այնպիսի նկարներ են, որոնք բնությունն է, որոնք հին մեր ավանդույթներն են, այդ կոլորիտն է, այնտեղի ցույց դրվում, ցուլը ուղղակի ծաղիկներ, կոլաժներ, այդ հետաքրքիր այդպիսի թեմաներով։ Անցնենք առաջ։ Դե իհարկե, քանի որ ուրանն է գտնվում նաև ցուլում, բոլորի համար, եթե ցանկանում են գնել կենցաղային տեխնիկա, մանավանդ ցուլ, խեցգետին, ձկներ, այծեղջուր եւ կույս կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ նրանք կարող են գնել, որտեղ օգնող հանգամանքներ կան այդտեղ։ Անցնենք առաջ եւ նաև հագուստներից ցուլերը սիրում են արծաթյա զարդեր, գեղեցիկ հագուստ։ Նրանք երկար են հագնում, իդեմս ինձ ես այդպես եմ։ Շատ չեմ մաշում, կարող եք շատ թանկարժեք իրեր զարդեր չգնեք, բայց մնայուն, երկարատև, պարբերաբար օգտագործման համար, բայց նաև դրանք լինեն ճաշակով։ Կույսերի համար, ինչպես գիտեք, կույսը դա մաքրության նշան է, աշխատավոր դասն է, հա, խորհրդային աստղաբանության մեջ դա է եղել։ Ուրեմն այստեղ կարևոր է հիգիենայի պարագաները կույսի համար, նրանք շատ կուրախանան տան իրեր, որոնցով իրենք մաքրում են, որ ես մանավանդ լուսինը, եթե կույսի կենդանակերպում է գտնվում, մայրիկից ժառանգած իրենք մաքրասիրության հետ շատ մեծ սեր են ունենում։ Մաշկի խնամքի միջոցներ, նրանք ովքեր ցանկանում են նիհարել, ապա կարող են այդ ամենը անել, երբ արդեն խավարումները կլինեն, ամսի 14-ի մարտի 14-ի մոտակայքում խավարումներն են լինելու, եթե կցանկանաք նիհարել, ապա դիետաների միջոցով կարող եք այդ ամենը անել։ Քանի որ նաև կույսը կապված է աղեստամոքսային տրակտի հետ,
ապա ձեր սննդակարգը կարգավորելով դուք կարող եք հասնել հաջողությունների։ Մաշկի խնամքի տարբեր ձևերն են՝ կույս եւ այծեղջյուր, այդ երկուսը նաեւ ցուլերը, քանի որ հողի տարերք են, կարող եք պրոցեդուրաների գրանցվել, ձեր մաշկը կարգավորեք եւ խնամքը եւ էսթետիկ տեսքը, բայց ուշադիր եղեք, քանի որ վեներան խոյում նահանջող է, ապա այդ լուրջ միջամտությունների ժամանակ պետք է ուշադիր լինեք գլխի հատվածում, օրերը ուղղակի պետք է ընտրվի, որպեսզի ճիշտ լինի եւ պրոցեդուրաների այդ ընթացքը եւ նաեւ հետ այդ վիրահատական ժամանակահատվածը ցանկալի է, որ այդ ամենը կատարեք ապրիլի 7-ից եւ 14-ից հետո։ Ահա, նաև կույսը մեր սումներն չեն խանգարի կույսերին եւ ձկներին, կույսերի դեպքում նրանք շատ են աշխատում, նաև այծեղջյուրներին շատ են աշխատում, նրանք երկար ժամանակահատված օրվա մեջ մոտավորապես 8-10 ժամ կարող են անցկացնել թղթերի հետ, թղթաբանությամբ զբաղվել, նրանք լավագույն հաշվապահներ են, առողջապահական համակարգի այդ ներկայացուցիչներն են, ապա եթե պարգևատրումներ լիներ, նրանք չէին լինի եւ հնարավոր է լինի հենց պաշտոնի բարձրացում սիրելի այծեղջյուր եւ կույս։ Էստես, ինչեր կարելի է, եթե հագուստ եք գնում նրանց համար, խոյերի դեպքում սպորտային հագուստներն են, նաև ֆիթնեսի հետ կապած, եթե առողջ ապրելակերպով եմ ապրում, խոյերին կարող է գրանցել դասընթացների, որպեսզի նրանք գնան մարզվելու միջոցով իրենց մարմինը կազդուրեն, նույնը նաև կույսը կարող է լինել, նվերների մեջ կարող են լինել, նրանց կարող եք նվիրել այնպիսի իրեր, ասեցի հիգիենայի պարագաներ, խնամքի միջոցներ, սրբիչներ կարող են լինել եւ այնպիսի հագուստ, որ իրենք կարողանան ակտիվ շփվել եւ նաեւ թող հումքը լինի բնական կույս այծեղջյուր ցուլերի դեպքում մանավանդ, որտեղ նրանք հողի տարերք են մի փոքր սառնությունից մրսում են։ Անցնենք առաջ։ Ահա, եթե կույսին ցանկանում եք նվեր մատուցել, նրան գումար տրամադրեք, որպեսզի նա վերանորոգի իր տունը, իր սենյակը, իր աշխատասենյակը, դուք մեծ լավություն կարող եք կատարած լինել։ Այծեղջյուրների համար շատ կարևոր է մաշկի խնամքի միջոցները, եթե ցուլերի դեպքում ասում եմ գեղեցիկ նկարներ, այծեղջյուրներին կարող եք նվիրել քանդակներ, ժայռապատկերներ, լեռներ, այծեղջյուր եւ խեցգետին։ Խեցգետինը ասում եմ ընտանեկան տնային կոլորիտ, հայրենիքի բնապատկերներ, այծեղջյուրների դեպքում դա կարող է լինել ժայռեր, քայրեր, մեր հինավուրց կոթողները, հուշակոթողները դրանք կարող է լինել այդպիսի բովանդակությամբ։ Անցնենք էլ ինչ կարող ենք։ Ահա, եթե ցանկանում եք այծեղջյուրին նվիրել փաթեթ, որպեսզի նա գնա վայելի, քարանձավային գողտրիկ ինչ-որ վայր, այդպիսի վայրեր կան մեր երկրում, գնամ մի քանի օրը եւ այծեղջյուրներ եւ ջրհոսներ, որպեսզի վայելեն իրենց հանգիստը։ Եթե ցանկանում եք նվերներ գնեք, այծեղջյուրները, քանի որ այծեղջյուր, ցուլ եւ կույս կարող եք գնել, ասեցի, բնական մորթով, եթե մուշտակներ են, բնական մորթիով լինեն, թելերը բնական լինեն, որպեսզի նրանք չմրսեն ձեռնոցներ, աքսեսուարներ, շարֆեր, այծեղջյուր, կույս եւ ցուլ։ Ձկների համար էլ այն բավականին ձկներ եւ խեցգետիններ, ձկներ եւ խեցգետինները նրանց համար, եթե այդ շարֆերը գնում եք, այնպիսի մի տպավորություն ստեղծի, քանի որ նա հոգեվոր նշան է փաղաքշելու հատկություն, նրանք տաքուկ այսպես ծածկվեն այդ շարֆիկների, այդ հագուստների մեջ, իսկ այծեղջյուրների դեպքում պետք է ուղղակի լինի այն ավելի բրդյա բնական թելերով, որպեսզի նրանք չմրսեն։ Բնական, եթե պայուսակներ, աքսեսուարներ, դրանք կարող են լինել կաշվե, հողի տարերքի ազդեցության տակ ծնվածների համար, մանավանդ այծեղջյուրները նրանք կոնֆորմիստներ են, դժվար են փոխում իրենց տեսակետը եւ նաեւ իրենց հագուստներում, մանավանդ եթե վեներան էլ այծեղջյուրի մեջ է գտնվում, ռուսերեն ասում ստրոգեստ, հա, այդ ոճի մեջ են իրենք, խիստ ոճի մեջ են լինում, դա հաշվի առեք նախասիրություն, իհարկե սիրելի հետևորդներ, նաեւ պետք է հարցնեք ձեր կողակցին, ձեր մտերիմ, արդյոք այս նվերների ցանկում կա այնպիսի միր, որը դու սիրում ես, անպայման նաև նրանց հետ խորհրդակցեք։ Ահա, ձեռնոցներ եւ բնական քարերով, եթե նվերներ եք տալու, ապա դրանք թող լինեն բնական քարերից։ Անցնենք առաջ։
քանի որ այդտեղ ջուրը պաշտոնական նշան ես տեսնում երբեմն իրենք բրոշներ են կրում, այդ բրոշներն թող լինեն բնական քարերով, եթե առյուծների մոտ դրանք թանկարժեք քարեր են, նաև կշերքները էսթետներ են, այդտեղ ջուրների մեջ պետք է այնտեղ հստակ շեշտը դրվի քարերի վրա, նրանց այդ տեսքի վրա եւ նաև լինի երբեմն կարող է լինել սկրոմնես մի փոքր համեստություն դա թարգմանչի դեր եք տանում, քանի որ ասեմ, որ ռուսերեն եմ սովորել այս ամենը 15 տարի առաջ, այդ բառերն են գալիս նկարագրելիս կենտրոնակերպերը։ Բարեբախտաբար մեր ունգնդիները թե հայերենը, թե ռուսերենը լավ հասկանում։ Այնպես չի չեմ կարող թարգմանել, քանի որ 3 լեզվով եմ սովորել, կրթությունից 3 լեզվով եմ ստացել, առաջին անգլերենի կրթություն դա եղել է օտարլեզվի կրթություն եմ ստացել, գերազանց առաջադիմությամբ եմ ավարտել, այնուհետև աստղաբանությունը ռուսերենով, այնուհետև հոգեբանությունը մոտ 7 տարի հայերեն, ռուսերեն, անգլերեն գրականությամբ, ուստի մեր հետևորդները ներող կլինեն։ Անցնենք առաջ, օդային նշան, ամենահետաքրքիր նշանն է, ինտելեկտուալ նշանն է, ջրհոս եւ երկորյակ։ Ջրհոսների համար, ինչպես աղեղնավորների համար, տուր փաթեթները ճանապարհորդելը անպայման է, սիրելի հետևորդներ, մանավանդ 82-ից 89 թվի ծնվածները։ Ես հանդիպում եմ այնպիսի աղջիկների եւ տղաների, որոնք չեն ճանապարհորդել։ Սիրելիներ, դա ձեր ծրագիրն է։ 83-84 Ուրանի հետ նաև այդտեղ գտնում եք Յուպիտերը։ 87 թվականին Սատուրնն է Ուրանի հետ գտնում, որը արդեն իսկ 30 տարեկանից հետո հնարավորություն է տալիս ճանապարհորդել։ Ճանապարհորդեք շատ, բաց եղեք նորագույն տեխնոլոգիաների, նորագույն գիտությունների առաջ։ Նոր ամենակարևորը, եթե ձեր տանը ջրհոս երկորյակ եւ կշեռ կա, սիրելիներս, բացեք նրանց համար սոցկայքեր։ Ամեն ինչը չափի մեջ չէ գեղեցիկ։ Ով է ասում, որ սոցկայքերում նկարներ են դնում կամ ինչ որ հղումներով կիսվում են, դա ամոթալի ոչինչ չկա։ Բաց եղեք շրջապատի առաջ, հրավիրեք, եթե ջրհոս է, նա տնակյաց է, ապա այդ ջրհոսին փորձեք ներգրավել այդ ինտելեկտուալ շրջանակների մեջ, հավաքվեք ընկերներով, սիրելի օդի տարեքի ազդեցության տակ ծնվածներ, կանչեք ձեր ջրհոս եւ երկորյակ ընկերներին, ինչու՞ չէ նաեւ կշերքներին, խոսեք ձեր անցյալից, շուտով Վեներան խոյում է, այո, այնտեղ նաև կհիշեք ձեր այդ պատանեկության տարիների այդ գժությունները, ձեր սիրային պատմությունները կարող եք հիշել, բայց կոնֆլիկտների մեջ մի մտեք։ Ջրհոսների համար նրանք, քանի որ նորագույն տեխնոլոգիաներ են, հեռախոսներ, սմարթֆոններ, եթե ցուլի համար, խեցգետնի համար կարևորը, ասեցի, կույս, ձկներ, կենցաղային տեխնիկա, իրենց համար կենցաղային տեխնիկան առանձնապես կարևոր չէ, բայց քանի որ շփվում են պարբերաբար հեռախոսներ, համակարգիչներ, նոր ծրագրերի ուսուցման փուլ կարող են նրանք յուրացնել։ Տեսնում եք, որ ձեր մտերիմը ջրհոս է, երկորյակ եւ նամանավանդ աղեղնավոր, փորձեք նրանց օգնել, որպեսզի նրանք կատարեն իրենց վաղեմի երազանքը, նպատակ են դրել, սովորեն, թող սովորեն։ Եվ հենց սկիզբն է, մինչև ամսի 12-13 մենք մի քանի օր ունենք փորձել գրանցվել ինչ որ դասընթացի։ Դրանք տեղեկատվական տեխնոլոգիաներն են, IT ոլորտն է, այն ինչը ապագայի եւ տեխնիկայի հետ է կապված էլեկտրական։ Սիրելի, տեսնենք բան չեմ մոռացել, չէ, կուրսեցիների ընկերների հետ հանդիպումներն են, սիրելի կշերքներ, էսթետներ եք դուք։ Ես կշերքներին հավանում եմ։ Մանավանդ ասցենդենտով կշերքներն են, նրանք շատ տարբերվում են։ Ճիշտ է, հիմա Վեներան խոյում է, ձեզ համար դժվար կլինի սիրելի կշերքներ, ձեր հույզերը, ձեր զգացմունքները արտահայտել, հերիք չի հակադիր նշանում, մի հատ էլ նահանջող է։ Նրանք, ովքեր սիրո խոստովանություններ են ցանկանում, այսպես տալ կշերքներին ուշադիր եղեք, քանի որ նրանց մոլորակը հիմա նեղած կոտ է, հնարավոր է արդյունքները ձեզ չբավարարեն։ Այսպիսի մի գաղտնիք նվերներ, ծաղիկներ, կոնֆետներ, հա, հագուստներ, նրանց կարող եք նվիրել այսպիսի մի բան, ցանկանում են էսթետիկ պրոցեդուրա, պլաստիկ վիրահատություն, դրա քարտը կարող եք նվիրել, նույնը կարող նաև առույցներին, բոլորին կարող եք անել, որովհետև մեր յուրաքանչյուրիս կենդանակերպում եւ քարտեզներ եւ կշերք կա եւ խոյը կա։ Բայց սիրելի հետևորդներ, կշերքները նրանք մի քիչ նեղացկոտ կլինեն, փորձեք նվերների միջոցով սիրահաշարել, նրանց գեղեցիկ բառեր ասել,
սիրո խոստովանություն թողեք ապրիլի 7-14-ից հետո, բայց սիրաշահեք նրանց սիրտը։ Հագուստներ, եթե ցանկանում են գնալ այսպես թարմանալ, ամբողջական տեսքով, կարող եք նրանց այդ գումարը տրամադրել կամ նրանց ուղղորդել գնալ ինչ որտեղ գեղեցկանալ, ինչևէ գեղեցկությունը կփրկի աշխարհը, այդպիսի խոցույթ եմ տեսնում։ Տեսնենք ինչ կա այստեղ։ Ամուսնական մատանին է շատ կարևոր, բայց սպասեք, այո, գնեք այդ մատանին, նրա հետ խորհրդակցեք, բայց պահեք։ Ամսի ապրիլի 7-ից 14-ից հետո կարող եք տալ։ Ինչի եմ ասում, 7-ից Մերկուրին է ուղղում, 14-ից Վեներան է ուղղում։ Եթե շատ շտապ չէ, սիրելիներս, կարող եք սպասել։ Անցնենք առաջ, նրբաճաշակ զարդեր, կոշիկներ, հագուստ։ Սիրելի երկորյակներ, երկորյակները դա ինտելեկտի նշանն է, Մերկուրին խոսքի մտածողության այդ մոլորակը ղեկավարում է երկորյակի, նաև ղեկավարում է երկորյակի նշանը նրանց։ Կարող եք նվիրել գրքեր, եթե երեխաներ են, աղջիկներ են, որոնք ցանկանում են սպորտի հաճախել, այն սպորտները թեթև ատլետիկան է, որը մարզում է նրանց մոտ այդ արագաշարժությունը, ինֆորմացիայի հետ կապված, այո, այդ նույն նոթբուքերը, այդ նույն հեռախոսները, քանի որ սիրում են շատ խոսել երկվորյակները, կարող եք հենց գնել նրանց համար այդ տեխնիկան։ Եթե աղջիկ երեխա է, նրան կարելի է տարնել խոսքի զարգացման, երեխաները տարանջատում են մայրեր և աղջիկներ, որտեղ մայրերը կարող են ցանկանալ ինչ-որ նվեր մատուցել իրենց երեխային, այնպիսի հագուստ գնեք նրանց համար, որպեսզի կարան արագ և հեշտ տեղաշարժվել, այնպիսի մի իր գնեք նրանց, որպեսզի կարան այդ իրը օգտագործելիս զարգացնել նրանց մտավոր կարողությունները։ Ջրհոսների փազլներն են, չէ, ջրհոսների համար մի քիչ ավելի բարդ պրոյեկտներ, դրանք կարող են լինել ինտերնետային կամ դրանք եթե ավելի հասուն մարդիկ են, ապա նրանց կարող է գրանցել այդ digital marketing-ի կամ այդ IT ոլորտի դասընթացներին, փոքր երեխաներին էլ կարող են, եթե ցանկանում եք օգնել, որ ձեր երեխան իր մտավոր կարողությունները զարգացնի, ապա կարող եք գնել տարատեսակ փազլներ, այնտեղ տարատեսակ լեգոներ, ինչ-որ խաղեր, որոնք կզարգացնեն և նրանց մտավոր կարողությունները, և եթե երեխաները փոքր են, մոտորիկայի այդ շարժման արդյունքում կզարգանա նաև այն կարող է դրական ազդեցություն ունենալ նրանց մտածողության վրա։ Հեծանիվներ, սամագատներ կամ այնպիսի մեքենաներ, որոնք կօգնեն ձեզ արագ տեղաշարժվել մեր տարածքում։ Կան աղջիկներ, օրորներ, որոնք ցանկանում են երկու տեղանոց մեքենաներ, այո, հնարավոր է, եթե հնարավորություն է, կամ դուք ինքներդ ձեզ համար գնեք, կամ ձեր հարազատները, որպեսզի դուք կարողանաք տեղաշարժվել արագ և հեշտ։ Անցնենք առաջ, կշեռք երկվորյակներ, ասեցինք սիրելի ձկներ, ձկներ, խեցգետին և կարիճ։ Ձկները հոգևոր նշանն է, քանի որ հոգևոր նշանն է, նրանց մեջ շատ եմ հանդիպում հոգևորը զարգացնել ցանկացող կանանց, աղջիկների, ուստի կարող եք նրանց նվիրել իկոնաներ։ Եթե ունեք հուշեր, այդպես տարիների նկարներ, կարող եք հետաքրքիր ինչ-որ կրիչի միջոցով կամ ինչ-որ մի գիրք, մի բան, որպեսզի նրա տարիների այդ հավաքած փորձը կամ այնպիսի մի բան, որը հոգևոր հանգստություն կբերի։ Մերսումներ են, այո, կարող է գնալ մերսման, կարող է գնալ լողի, նույնն էլ կույսը կարող է անել, որտեղ հակադիր նշաններ են։ Այդպիսի փաթեթներ կարող եք նվիրել ձեր սիրելիներին, եթե ցանկանում են հոգեբանի խորհուրդ ստանալ, աջակցեք նրան, որպեսզի նա դիմի հոգեբանի։ Ցանկանում եք գնալ, գնացեք եկեղեցիներ, այնտեղ կա, չէ, որ հատուկ իրենց մեղքերի թողություն են ցանկանում ստանալ, դա էլ կարող եք անել, սիրելի ձկներ։ Այնպիսի նվերներ, որոնք հուշեր կարտացնեն։ Խեցգետինների, ես խեցգետինների համար էլ կասեմ, բայց այն ինչը մանկության տարիներից պահած ինչ-որ նվերել, եթե պահել եք ձեր երեխային, սիրելի մայրեր, նվիրեք այդ մանկության հուշը, տվեք նրանց այդ երջանիկ լինելու այդ պահերը, եթե երազում էր ինչ-որ նվեր ձեզանից ստանալ։
Տեսնենք, երաժշտություն ցուցահանդեսների կարող են մասնակցել, առույցները կարող են գնալ պատկերասրահներ, կինոներ, համերգներ, բոլորն է կարող են գնալ, բայց քանի որ ձկները դա արվեստն է, դա բարձրագույն արվեստն է, ապա ձեր եթե փոքր երեխաներ, մայրիկները եւ իրենց երեխաները կարող են այցելել տուն թանգարաններ, զարգացնել նրանց մեջ արվեստի հանդեպ սեր։ Եվ ամենակարևորը ձկները դա առողջարաններն են եւ հյուրանոց-ռեստորանային հյուրանոցներն են։ Մի քանի օր փորձեք անցկացնել ձեր տանը գտնվող ձկնիկների հետ եւ նրանց հետ եւ առողջարաններ կարող եք գնալ եւ շաբաթ-կիրակի օրերին ուղակի վերցեք, մանավանդ մարտի վերջ արդեն արձակուրդներն են, գնացեք մի քանի օր անցկացրեք նրանց հետ այդ հանգստյան վայրում, հանգստացեք, հոգեվոր, հոգեկան առողջությունը ձեր այսպես կազդուրվեք հոգեպես եւ նաեւ այնտեղ ֆիզիկապես նույնը նաեւ կարող են կույսերը անել։ Սիրելի խեցգետիններ, ասեք շատ, որ դուք իրենց սիրում եք, դուք նրանց կփաղաքշեք, ինչու՞ չէ նաեւ ձկներին։ Իրենք մի քիչ ասում եմ, մանավանդ եթե լուսինն է գտնվում այնտեղ, լացկան են լինում, ոչ թե լացկան, հույզերը, նրանց խոսքի պանտոմիմիկայի մեջ զգում ես նրանց այդ խորը ներքնաշխարհը, հույզերը կարող են հանել, խեցգետինը խոսում է, լուսնը խեցգետնում, կամ տարբեր դեպքերում տեսնում ես աչքերից արցունքներն է գնում կամ խոսքի մեջ այդ հույզերը նկատելի են, ասեք, որ սիրում եք ընտանեկան խնջույքներ, նվերներ, այն ինչը կշռոյի նրանց, ասում եմ, փափուկ շարֆիկներ, այդպես բազմոցների, այդ այդեալները, հա, այդ շորիկները, որ իրենք կրում են, դուք առեք նրանց համար, որպեսզի նրանք շոյված զգան, փիսիկի նման, հա, իհարկե կան խեցգետիններ, որոնք բարձր կամային որակներ ունեն, նրանք միևնույն է, նրանց հոգու մի անկյունում, նրանք շատ բարի անձնավորություն է, որը հոգատարության կարիք ունի եւ նաեւ նա կարող է հոգ տանել իր ընտանիքի անդամների մասին, խոհանոցներ նրանցտեղ, նրանք սիրում են պատրաստել, եթե լուսինները խեցգետնի կենթանակերպում գնեք նրանց համար խոհանոցային պարագաներ, Մարսը խեցգետնում է, ուշադիր եղեք, չկտրեք ձեր ձեռքերը։ Եթե հնարավոր է, որ այդ սուր ծակող գործիքները գնեք, նրանք դժգոհ լինեն, որտեղ Մարսը խեցգետնում է գտնվում։ Այնպիսի բաներ, որ նրանց հոգսը թեթևացնեք, որտեղ նրանք սիրում են պաշտպանել, խնամել, եւ եթե մեր զինվորները գտնվում են սահմանների, նրանց մայրիկը գիտեն, որ ամեն անգամ կասեն սիրում եմ ձեզ, փորձեք ձեր այդ խոսքով պատնեշներ քանդեք, սիրում եմ ձեզ եւ բոլորդ կարող եք ասել այդ խոսքերը, որպեսզի այդ բառերի արդյունքում ստեղծվեն նոր ընտանիքներ եւ ամուր ընտանիքներ։ Սիրելի կարիճներ, ամենաբարդ նշանն է, միշտ մտածում եմ ինչ ասեմ, բայց կարիճը, քանի որ գումարներն են, հանրային գումարներն են, բանկային քարտեր, այդ մտքից նոր եկավ, կարող եք նվիրել կարիճներին, հնաոճ իրեր։ Եթե խեցգետինները հնարավոր իրեր ունեն, նրանք նաև ցուլերը սիրում են կոլեկցիաներ, հա, հավաքածուներ։ Խեցգետինները սիրում են իրենց ընտանիքները, ընտանեկան ավանդույթները պահպանող իրեր, կարիճները սիրում են արժեքավոր, հնաոճ իրեր։ Այն ինչը կապված է գումարի հետ, կարող եք կարիճների նվիրել գումար, կարող եք միևնույն է նա գումարի միջոցով կփորձի գնել այն, ինչը ինքը ցանկանում է։ Իսկ քանի որ նաև սեքսուալ նշան են կարիճները, կարծում եմ, որ նրանք գոհ կլինեն, եթե նրանց նվիրեք ներքնազգեստներ։ Եթե խեցգետնի դեպքում դա կարող է լինել այդ գիշերանոցները, կույսերի դեպքում էլ ասում համազգեստները, ինձ թվում է կարիճ է մանավանդ նրանք ում մոտ Վեներան կամ Մարսը գտնվում է կարիճի կենթանակերպում, իհարկե այդ ամենը մենք կարող ենք իմանալ աստղաբանական քարտեզի վերլուծության արդյունքում։ Այսքանը երևի բոլոր կենթանակերպերը ասեցի եւ մաղթում եմ սեր, մաղթում եմ երջանկություն, մաղթում եմ խաղաղ երկին, կրկին մեկ անգամ մեր հետևորդներին, որտեղ մեր երկրի, մեր սահմանների անառիկությունից էլ կախված է մեր երջանկությունը, մեր ապրելու ցանկությունը։
Դե, գիտեք, ժամանակ այնքան արագ է թռչում, որ նույնիսկ չհասցրեցինք բոլոր հարցերը ձեզ տալ, բայց մի բան դուք հիշատակեցիք աստղաբանական քարտեզները։ Այդ թեման նույնպես շատ կարևոր է, չգիտեմ, եթե այսօր չենք հասցնել, հետո կշարունակենք, հակիրճ կարելի է։ Մենք քանի քարտեզ ներկայացնեմ, պարոն Ղուշյան, 3 հոգի կան, փորձենք հակիրճ։ Դե հակիրճ փորձենք ներկայացնել 3-ին, որ ոչ ոք չնեղանա։ Լավ, անցնենք առաջ, բայց թեման շատ կարևոր է, որովհետև մեկ ամիս մեր հետևորդները կփորձեն ինչ-որ գնումներ կատարել, կարծում եմ, որ ուղղորդեցի նրանց, բայց անպայման ձեր հարազատի հետ խորհրդակցեք, որտեղ Վեներան խոյում նահանջող են, նեղած կոտ են լինելու, որպեսզի կոնֆլիկտների մեջ չընկնենք, մանավանդ սիրելի այծեղ ջուր խեցին խոյ եւ կշեր, հա Մարսը Վեներան այնտեղ բար դիրքեր կկազմեն եւ կդառնա տոնը ձեզ համար կդառնա ուղակի ինչ որ խնդիր լուծելու հարց։ Այդպես։ Ահա, ես այստեղ Նելի ներգրե 2007 թվական մարտի 22, ինչ եմ տեսնում։ Այդ երեխայի համար Վեներան Լուսինը ցուլում Պլուտոնը նախ անպայման այդ երեխան տվյալ անձը պետք է բարձրագույն կրթություն ստանա եւ այդ կրթությունը կարող է ստանալ լավագույն բուհերում արտերկրում եթե Հայաստանում է այն բուհերը որտեղ շեշտը դրված է նաեւ օտար լեզուների վրա նրանք կարող են աշխատել լավագույն առաջատար ընկերություններում առաջատար մասնագետ եթե ճիշտ ընտրություն լինի մասնագիտական եթե ձեր երեխան զգում եք որ ունի համապատասխան կարողություններ ես կարծում եմ որ Յուպիտեր աղեղնավորում կարող են ունենալ եւ 6-րդ տանը այնպիսի մի տեղ այնպիսի մի կրթություն որի արդյունքում հետագայում մարդը կարող է ազատ ճանապարհորդել աշխատել այնպիսի ընկերություններում որոնք ներգրաված են արտասահմանյան այդ գործերի մեջ եւ ի վերջո նա կարող է կրթություն շարունակել դրսում կամ աշխատանքը արտերկրում սա մեր հետևորդների մեջ երբեմն հանդիպում է ասում ինչի գրում արտերկրից սիրելիում ես դա չեմ գրում ուղղակի քարտեզում համապատասխան դիրքերը լինում են Եվ այստեղ ես տեսնում եմ մի քիչ եսասիրություն իր կողմից, կարծում եմ, որ գումարներ սիրում է, գումարներ չվատնի, օնլայն խաղերի մեջ չներգրավի եւ խմբային այդ խաղերն են, նրանք կարող են իրեն տանել ֆինանսական խնդիրների։ Վեներան ցուլում լավ կլիմանավատ լուսինել է ցուլում գեղեցիկ հագնվել է պետք նրան ճաշակով հագնվել է պետք եւ նաեւ հասարակական կազմակերպություններում կարող է աշխատել որտեղից այնտեղ հետո հնարավորություն կունենա իր կյանքը շարունակել ավելի բարձր ատյաններում այստեղ Եվ եթե կյանքի ընթացքում շատ աշխատի, ես խորհուրդ եմ տալիս պարբերաբար հանգստանալ ծովային վայրերում, որպեսզի կարողանա վերականգնել առողջությունը։ Անցնենք հաջորդ Աշոտի համար է տրված 2008 թիվ հոկտեմբերի 10 բայց կարծեմ սեպտեմբերի 10 էր սա, նորից կդիտարկեմ 10 սեպտեմբեր, հա, սեպտեմբերի 10 չէ, մյուս անգամ իրենը կդիտարկեմ Հիշողությունս կարծեմ ասում է, որ սեպտեմբերի 10 է։ Եվ 2008 թվական 2707 հետաքրքիր ազգանուններ, դուք արդեն կիմանաք ում մասն է Ղշյաններ, հա, այդ աստղիկ կարծեմ եւ երեխայի համար էր, որքան հիշում եմ։ Ինչն է հետաքրքիր այս անձի քարտեզում նա պետք է հատուկ կրթություն ստանա տնտեսագիտության ոլորտում, քանի որ կույս, այծեղջուր եւ ցուլ կենդանակերպերը առանձնապես ակտիվ են, նաեւ ձկների կենդանակերպն է կներեք ակտիվ այստեղ, ղեկավարի կարողություններ ունի, պետք է ուղղակի կրթությունը ստանա ֆինանսաբանկային այդ համակարգի հետ կապված այդ կրթօջախներում։ Համենայն դեպս լուսինը ցուլում նախորդ դեպքում է, երկու դեպքում է լուսինը ցուլում է, նրանց մայրիկները ցանկանում են, որպեսզի նրանց երեխաները լինեն նյութապես ապահոված։ Իսկ դրա համար պետք է այդ երեխաները ստանան համապատասխան կրթություն։ Այստեղ ես մոլորակային կուտակումներ եմ տենում առյուծում, մանավանդ Մերկուրին եւ Արևը չունեն դիրքավորումներ, դա տալիս է մի քիչ մեծամտություն, փորձեք ձեր երեխային ուղարկել դեպիսություն, կարծում եմ, որ ընկերների հետ հարաբերությունները այդքան էլ հաջող չեն, նա պետք է այս կյանքում ստեղծի այդպես հարաբերությունները կառուցի
ընկերական այդ շրջանակների հետ բաց լինի նոր գաղափարների արխիվ, որտեղ միշտ սիրում է ուշադրության կենտրոնում լինի, ես կարծում եմ, որ ձեր երեխային դուք միշտ մեծ շատ սեր եք տվել, բայց դա խանգարում է, որպեսզի նա մեծ շրջանակներ, սոցիալական մեծ այդ դիրքեր գրավի ապագայում։ Այստեղ տեսնենք կրթության հետ, բարձրագույն կրթության հետ կապված հարցեր կարող են լինել, ուշադիր եղեք, անպայման ձեր երեխան պետք է կրթություն ստանա, խանգարող հանգամանքներ եմ տեսնում։ Փաստորեն այն մարմինները պետական ադմինիստրատիվ մարմիններ են, դրանք հարկային տեսուչներն են, այն անձինք, որոնք աշխատում են պետական այդ վայրերում, գերատեսչությունում, դա քաղաքապետարանն է, դա ազգային ժողովն է, հնարավոր է հետագայում նա իր սեփական բրենդ ունենա, իր սեփական գործ ունենա։ Եթե ցանկանում եք, որ նա ընտրի բժշկության ոլորտը, դա մեծ հնարավոր, ես տեսնում եմ մեծ հնարավորություն, նրա քարտեզում կարող է լինել ոսկրաբան, կարող է լինել այծեղ ջուր, կույս եւ ցուլ այդ կենթանակերպում այդ մեծ հնարավորություն է տարբեր այդ դաշտերում բժշկության կարող են դրսևորել, իր վերջո կարող է դառնալ գլխավոր բժիշկ կամ այդ առողջապահական համակարգի ղեկավար։ Այսքանը պարոն Ղուշյան, մյուս քարտեզը ես հիշում եմ, որ սեպտեմբերի 10 ասեց, բայց ես բացել էի հոկտեմբերի 10-ը, մյուս անգամ անպայման կանդրադառնամ այդ քարտեզին։ Շնորհակալ եմ Տիգին Սարգսյան, որովհետև արդեն հաղորդման սկզբում ես ձեզ շնորհավորեցի, միամսյակի կապակցությամբ դուք էլ մեր ունկնդիրներին, ես հույս ունեմ, որ այս մեկ ամսվա ընթացքում դեռ բազմիցս դուք մեր ունկնդիրներին կուրախացնեք ձեր հետաքրքիր այդ մեկնաբանություններով եւ ամենակարևորը այն լավատեսությամբ, որով դուք ինքներդ ապրում եք մեր առօրյա կյանքում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ես էլ ժամանակ տրամադրելու եւ հեռահար շփվելու մեր սիրելի հայրենակիցների եւ հետևորդների հետ։ Շերի բարեկամներ, Գայանե Սարգսյանն էր այսօր այսպեսին մեր եթերում եւ ինչպես միշտ նրան դուք առաջիկայում էլ սպասեք։ Իսկ նա շատ անակնկալ, այսպես նորություններ ունի մեզ հետ հաղորդելու, թե ինչ այդ մասին արդեն ինչպես ասում են հաջորդ անգամ։ Իսկ այսօր այսքանը ցտեսություն։